Հարգելի հայրենակիցներ, բարո ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք շատ կարևոր հարցի մասին, որը վերաբերվում է նոր խնդիրներին Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Նույնիսկ կարող ենք ասել, որ սա սկանդալ է նոր երկկողմ հարաբերություններում, բայց իրականում սա սկանդալ է նաեւ Հայաստանի համար, Հայաստան-Վրաստան հարաբերությունների առումով։ Եվ ես մանրամասն ձեզ տեղեկատվություն հիմա կտամ, թե ինչ է տեղի ունենում։ Համոզված եմ, որ դուք փաստացի որևէ ուրիշ աղբյուրում առնվազն դեռ չեք կարողանա գտնել այս տեղեկատվությունը, ինչը եւս մեկ անգամ իմ պատկերացումով ընդգծում է մեր աշխատանքի ոչ միայն կարևորությունը, այլ նաեւ բովանդակությունը եւ առանձնահատկությունը։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ձեր բազմաթիվ կոչերն եմ ստանում, որ գրեմ ուրեմն նկարագրությունում տարբեր աջակցության միջոցներ ալիքին եւ հաշվի առնելով, որ այդպիսի կոչեր շատ անգամ ստանում եմ վերջի ժամանակահատվածում, նկարագրությունում ավելացնում եմ հնարավորություններ, որի միջոցով դուք կարող եք աջակցել ալիքին եւ իմ աշխատանքին ցանկության դեպքում։ Հարգելի հայրենակիցներ, ուրեմն հիշում եք, որ օրերս մենք ձեր հետ քննարկեցինք Քալիբրազի Ադրբեջանի փաստացի պետական ԶԼՄ-ի հայտարարությունները Վրաստանի հետ կապված, որը վերաբերվում էր Վրաստանի կողմից ադրբեջանական բեռնատարների սահմանափակելու մասին։ Դուք կարող եք գնալ եւ այս վերլուծությունը դիտել իմ ալիքում, շատ լավ տարածվեց, 50-ից ավել հազար դիտորդ հավաքեց եւ դա իհարկե լուրջ տվյալ է նաեւ, բայց այս փուլում մենք կքննարկենք արդեն Մինվալազի մի ուրիշ, նույնիսկ նորից պետական ադրբեջանական ԶԼՄ-ի հայտարարությունները եւ այսօր է դուրս եկել 3 երեկոյան իրականում, բայց այսօր է տարածում արդեն ստացել եւ սկսենք վերնագրից։ Վրաստանը խաղում է խաղաղության դեմ, Թբիլիսին փորձում է Ադրբեջանի, Բաքվի համբերությունը։ Դե արդեն պատկերացնում եք ինչու մասն է խոսքը եւ Մինվալը իմացել է հակամարտության մանրամասները։ Սա է վերնագիրը։ Հիմա արդեն անցնենք հենց հոդվածին եւ ես առաջ երթին միջև որևէ գնահատական տամ մանրամասն ուրեմն կկարդամ ձեր համար, կթարգմանեմ իհարկե ռուսերենովը, միանգամից կթարգմանեմ հայերեն ձեր հետ միասին։ Վերջի ամիսների ընթացքում հարաբերությունները Բաքվի եւ Թբիլիսիի միջև ուրեմն խնդրահարույց են դարել։ Եվ սա ոչ թե առանձին բյուրոկրատական խնդիրների հարց է, այլ հետևողական որոշումների, որի հետևից իրանք տեսնում են Վրաստանի փոխվող քաղաքական տրամաբանությունը։ Ինչպես Մինվալ Ազը խոսել է, գրել է, իրավիճակը Վրաստանի սահմանում մնում է ծանր, մնում է լարված։ Եվ հետաքրքիր է, Քալիբրազի եւ Հաքինազից հետո նաեւ Մինվալազն էլ է հոդված գրել։ Ադրբեջանական վարորդները առնչվում են սիստեմատիկ խնդիրներին, որը սեպտեմբերից է սկսվել, դե իրականում ավելի շուտ է սկսվել, այստեղ սեպտեմբեր են նշում, որտեղ սեպտեմբերից էլ ավելի մեծ ծավալով է սկսել։ Կան բեռնատարներ, որոնք ամիսներ չեն կարող անցնել սահմանը եւ Վրաստանի իշխանությունների կողմից չկա ոչ քաղաքական ցանկություն լուծել այս հարցը, ոչ էլ տեխնիկական ցանկություն։ Դրա փոխարեն ստանում են միշտ միայն ֆիկտիվ, կարելի ասել այսպիսի ընդգծում, որ ամեն ինչ կլուծվի, բայց որևէ բան չի արվում իրականում։ Եվ ավելի զարմանալի եւ անսպասելի է Թբիլիսիի նոր քայլը, որը տեղի ունեցավ տարածաշրջանի ճարտարապետության, լոգիստիկ ճարտարապետության հետ կապված։ Մեկ շաբաթ առաջ, նոյեմբերի 28-ին Գաբալայում տեղի ունեցավ 12-րդ համատեղ հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի ուրեմն հատուկ հանձնարարությունների ուրեմն այդ պատվիրակությունների, որը Մեհեր Գրիգորյան վարչապետը եւ Շախին Մուստաֆաևն էին առաջնորդում
եւ Գաբալայում այս հանդիպումը գիտեք, որ տարբեր հարցեր է քննարկվել։ Հետաքրքիր է, որ Մինվալազը այստեղ բացում է մեր համար նորություն եւ ասում է, որ բացի տեխնիկական հարցերին, սահմանի դելիմիտացիա դեմարկացիայի ուղղությունով, որի մասին մենք գիտենք, կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերությունների բաղադրիչը։ Եվ Մինվալազին տարբեր աղբյուրները, դե հասկանալի է, Մինվալը պետական ԶԼՄ է, կարելի ասել, Ադրբեջանում ուրիշ ԶԼՄ ոչ էլ գործում է, իսկ պետական աղբյուրները դա իհարկե Ադրբեջանի իշխանություններն են։ Այսպիսի հարցերից մեկը դարել է ադրբեջանական նավթի եւ նավթից ուրեմն ստեղծված նավթամթերքի բենզինը նկատի ունեն, ենթադրում եմ, կամ կերասինը կամ դիզելը, տարբերություն չկա, բայց առաջերտին բենզինը ներմուծում Հայաստան, որը ծրագիր, որը կարա օգնի Բաքվին եւ Երևանին առաջ տանել խաղաղության օրակարգը եւ ամրապնդել տնտեսական հարաբերությունները։ Մի փոքր ավելի ուշ կմեկնաբանեմ սա իրականում, բայց դեռ ընթերցեմ։ Բայց այն իրավիճակում, որ չկա ուղիղ հարաբերություններ երկաթուղու կապ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, կողմերը որոշել են, որ այս նպատակով Վրաստանի տարածքով անցնի ուրեմն երկաթուղով այս կապը։ Եվ այդ նպատակով Ադրբեջանը դիմել է պաշտոնական Թբիլիսին իմանալու, թե ինչ գումար պետք կլինի Գարդաբանի Սադախլո երկաթգծի համար, նկատի ունենալով Ադրբեջանից մտնում է Վրաստան, Վրաստանից միանգամից հասնում է Սադախլո եւ մտնում է դեպի Հայաստան։ Սրան պատասխանը Վրաստանի դարել է ոչ միայն կոմերցիոն պատասխան, այլ քաղաքական պատասխան վրացական կողմից։ Վրացական կողմը ըստ Մինվալի տվյալների ուրեմն 111 կիլոմետրանոց այդ հատվածի համար դրել է գումար պահանջ 92 ԱՄՆ դոլար 1 տոննայի համար, ինչը նշանակում է 82 ցենտ մի տոննայի համար 1 կիլոմետրում։ Եվ Մինվալը ասում է, որ սա կարա թվա, որ ինչ որ առանձնահատուկ գումար չէ, բայց ասում է արեք համեմատենք։ Եվ հիմա համեմատվում է Ադրբեջանը նույն տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքով 680 կիլոմետրանոց հատվածում Յալամայից մինչև Բյույուկ Կյասիկ նույն տարիֆը 17 դոլար է, ինչը նշանակում է, որ 0.02 դոլար, այսինքն 2 ցենտ։ Ուստի սա նշանակում է, որ Վրաստանը 1 կիլոմետրի համար պահանջել է 40 անգամ ավելի շատ վճար, քան 1 կիլոմետրի համար վճար է Ադրբեջանի տարածքում։ Բացի դրանից, լավ, սա Ադրբեջանը կողքի է դնում եւ ասում է, տեսնենք, թե ինչ տարիֆ է, ինչ վճար է Վրաստանի տարածքում Ադրբեջանի համար։ Այն տարածքով, որով Ադրբեջանը մինչև Բաթումի, Փոթի կամ Կուլևի հասցնում է 360 կամ 396 կիլոմետր այդ հատվածում 17 դոլար է վճարում 1 տոննայի համար, ինչը նշանակում է 4 կամ 5 ցենտ 1 կիլոմետրի համար 1 տոննայում։ Ուստի Վրաստանը առաջարկել է 1 կիլոմետրի համար 1 տոննայի համար վճարել Վրաստանի տարածքով այն նույն վճարումը, որը Ադրբեջանը անում է դեպի Բաթումի, դրանից 20 անգամ ավել դեպի Հայաստան, 20 անգամ ավել։ Եվ այստեղ նշում է Մինվալազը, որ երբ ձեռնատու է Թբիլիսին, ապա տարիֆը, վճարը 20 անգամ պակաս է, բայց երբ չի ձեռ տալի, ապա դեպի Հայաստան այդ վճարը 20 անգամ ավել է։ Եվ հետո արդեն գալիս է քաղաքական գնահատությունները։ Այսպիսի մոտեցումը ստեղծում է անհասկանալի իրավիճակ։ Վրաստանը պետություն է, որին
ամենաբարդ իրավիճակներում պատմության, նկատի ունի 2008 թվականի պատերազմը, Ադրբեջանը լրջորեն աջակցել է եւ Ադրբեջանը օգնել է Վրաստանին, ըստ իրենց, բայց իրոք դա այդպես էր, եւ այսօր Վրաստանը այնպիսի քայլեր է անում, որը հակասում է Վրաստանի երկարաժամկետ շահերին։ Բացի նրանից, որ սա խնդրահարույց է երկարաժամկետ հարաբերություններում ռազմավարական գործընկերի հետ, Ադրբեջանը Իրան նկատի ունի, սա նաև այն հարցի հետ կապ ունի, որ այլևս Վրաստանը մենաշնոր չէ լոգիստիկ կապերի վրա։ Սա շատ կարևոր հարց է։ Սրա մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը արդեն փոխել է լոգիստիկ կապերի տրամաբանությունը եւ միայն կշուտացնի, կարագեցնի ուրեմն Ադրբեջանի համար եւ ոչ միայն Վրաստանի դիրքերի թուլացումը եւ նվազումը։ Այսօր Վրաստանը փաստացի պետություն է, որը դուրս է գալի տարածաշրջանում խաղաղության եւ համատեղ տնտեսական շահերի դեմ, այն ժամանակ, երբ Հարավային Կովկասը ստանում է ունիկալ հնարավորություն լոգիստիկ կապերի զարգացնելու եւ խաղաղության տրամաբանություն մտնելու։ Այսպիսի քաղաքականությունը ուրիշ ձև չի կարելի գնահատել, սա ոչ միայն խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի համար, այլ բացի նրանից խանգարում է փաստացի եւ ցույց է տալի, որ Թբիլիսին պատրաստ չէ մասնակցել տարածաշրջանի համագործակցության մեջ։ Թբիլիսին պետք է հասկանա, քաղաքականությունը, որը չունի հիմքեր եւ ստեղծում է խոչընդոտներ, ստեղծելու է պատասխանատվություններ։ Պետությունը, որի տնտեսության մեջ Բաքուն ուրեմն երկար ժամկետ է կայուն ներդրումներ է կատարել եւ տասնամյակների ընթացքում է այդ ներդրումները կատարել, չի կարող իրան թույլ տալ անտեսել Ադրբեջանի շահերը։ Սա է գրում Մինվալասը։ Ուստի պատասխանատվությունը ամբողջությամբ Վրաստանի վրա է։ Բացի դրանից, սա նաև պատմական հիշողության մասին է։ Այն ժամանակ, երբ Վրաստանը եւ Ռուսաստանը ունեին խնդիրներ, պատերազմ այսինքն, Ադրբեջանը չի փորձել օգտագործել այս շատ ծանր իրավիճակը Վրաստանի համար, գները բարձրացնելու համար, չնայած նրա, որ Վրաստանի համար դա կարող էր անել, որտեղ Վրաստանը գտնվում էր շատ ծանր իրավիճակում եւ ուրիշ տարբերակ չուներ եւ ստիպված կլիներ ընդունել Ադրբեջանի պահանջները։ Ադրբեջանը ընտրել է ուրիշ ճանապարհ գործընկերի, այլ ոչ թե միայն օգուտ քաղելու եւ հիմա ստեղծվում է իրավիճակ, ինչպիսին կլինի Թբիլիսի արձագանքը սրա վրա։ Եթե Թբիլիսին կշարունակի ուրեմն հայտարարություններ չանելը, բայց իրականում կգործի այս գործընթացի դեմ, ապա սա քայլ է ոչ թե համագործակցության, այլ հակամարտության ուղղությամբ, ավարտում է Մինվալ Ասը։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ պետք է վերլուծենք։ Առաջերտին պետք է ասենք, որ փաստորեն Հայաստանի եւ Ադրբեջանի այդ պատվիրակությունները նոյեմբերի 28-ին քննարկել են դեպի Հայաստան նավթի կամ նավթամթերքի տարբեր մատակարարում Վրաստանի տարածքով։ Երկաթուղով, ուստի Վրաստանի տարածքով, թե չկարելի է առանց երկաթուղի արդեն մատակարարել ուղիղ Ադրբեջանից Հայաստան։ Հիմա հարց, ինչու է սա տեղի ունենում, որովհետև ես համարում եմ, որ իհարկե հասկանալի է ինչ խնդիրի մասին է խոսքը։ Հայաստանը առաջերտին փորձում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգ ձևավորել, որի տրամաբանությունում պետք է լինի նաև տնտեսական կապեր եւ ինչու ոչ այդ թվում առևտուր տարբեր հարցերում, բայց բացի դրանից, այո, Հայաստանը, որը կախվածություն ունի Ռուսաստանից, կարա Ադրբեջանի միջոցով նաև այդ կախվածությունը Ռուսաստանի նավթամթերքից իջեցնի, բայց միևնույն ժամանակ ստեղծի
կախվածություն չէ, բայց համագործակցություն Ադրբեջանի հետ, որովհետև բալանսավորի կախվածությունները, բայց դրա փոխարեն Հայաստանը նաև կարող Ադրբեջանին վաճառի տարբեր բաներ եւ այո, ստեղծի փոխշահավետ այսպիսի տնտեսական հարաբերություններ, ուստի իմ համար տրամաբանությունը հասկանալի է, բացի դրանից դա կցույց տա, որ Հայաստանը իրականում շատ լուրջ է մտադրված խաղաղության ուղղությամբ եւ Ադրբեջանի համար էլ խաղաղությունը Հայաստանում կդառնա ել ավելի կարեւոր Հայաստանի հետ, որովհետեւ արդեն դառնում է Հայաստանը տնտեսական գործընկեր, սա շատ կարեւոր է, սա ունի իր հիմքերը։ Սա իհարկե նորություն է եւ փաստացի մենք սրա մասին իմանում ենք նաեւ ադրբեջանական մամուլից, բայց այնպես չէ, որ սա նորություն է, որովհետեւ Հայաստանի պետությունի պետական ներկայացուցիչները հիշում եք նույն իր ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նրա մասին, որ Ադրբեջանի հետ կարելի է այդ թվում նավթի, գազի ուղղությունով հարաբերություններ ունենալ եւ Ռուսաստանը նաեւ խնդիր այդտեղ չի լինի Ռուսաստանի հետ կապված, որովհետև դա բալանսավորելու է կախվածությունները Հայաստանի, բացի դրանից նույն բանի մասին փաստացի խոսել է վարչապետ Փաշինյանը, երբ ասել է, որ գազի եւ նավթի ուրեմն ուղիներ կարան ստեղծվել Հայաստանի տարածքով, գազա եւ նավթա այդպիսի համակարգներ, որը կապահովեն մատակարարումները Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությունով, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարա դրա փոխարեն ստանա գումար կամ ստանա նավթ եւ գազ, ինչպես Վրաստանը ստանում է գումար կամ ստանում է նավթ ու գազ կամ ստանում է շատ լուրջ զեղչեր նավթի եւ գազի համար, այդ թվում ֆիզիկական նավթ եւ գազ։ Սա հետաքրքիր հարց է։ Երկրորդ հարցը ամենակարևոր, թե ինչ է տեղի ունենում, ինչու է Վրաստանը իրան այսպես վարում, եւ իհարկե պատասխանը պարզ է, շատ պարզ։ Սա Ռուսաստանի հրամանն է։ Ինչպես Ռուսաստանի հրամանն է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի համար, որ սահմանափակեն մատակարարումները եւ արդեն ստեղծեն լուրջ խնդիրներ Ադրբեջանի եւ Հայաստանի համար տրիպի այդ թեմայի ուղղությունով եւ Վրաստանը օգտագործում է ինչպես գործիք եւ մեր վերջի վերլուծությունում ես դրա մասին եմ խոսում, հաշվի առնելով, որ ուղիղ Վրաստանի սահմանում գտնվող այդ մարտիկ, նկատի ունեմ սահմանապահները, ասում են գնացեք ձեր Թրամփի ուղով, Ադրբեջանին շատ պարզ է, որ Թրամփի ուղուն տարիներ է պետք, առնվազն 2 տարի մոտավորապես, որ բացվի երկաթուղին, ուստի սրանով Վրաստանը եւ Ռուսաստանը իրականում, որովհետեւ կասկածներ չկան, մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը վերահսկում է ամբողջությամբ իրավիճակը Վրաստանում, ուստի սա իհարկե առհասարակ նշանակում է շատ ուղիղ հարց, եւ սա նշանակում է, որ Ռուսաստանը տվել է այդպիսի հրաման այն հարցի շուրջ։ Այս հարցի շուրջ փաստացի խոսք է գնում Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու մասին Հայաստանի կողմից։ Բալանսավորելու, սա նշանակում է, եթե խոսքին մենք ազատագրում ենք մեր եկեղեցին, մենք ազատագրում ենք որևէ ուրիշ քաղաքական ազդեցություն ռուսական գործակալներից ենք ազատագրում Հայաստանը, ապա Ռուսաստանը չի կարողանա ոչ ցորենի ուղղությունով, ղազախական ցորեն կարող են գնել, ոչ նավթի եւ գազի ուղղությունով, ադրբեջանական նավթ եւ գազ կարող են գնել, իրանական այնպես էլ գնում ենք, բալանսավորել։ Ուստի Ռուսաստանը այսպիսի քայլով ուղիղ չի կարող Վրաստանը ասել ոչ թույլ չեմ տա, բայց գին է դնում 20 անգամ ավելի շատ, քան նորմալ, նույն Ադրբեջանի համար այդ գինն է։ Ադրբեջանը, որ տանի դեպի Թուրքիա 20 անգամ պակաս է, դեպի Հայաստան 20 անգամ ավել։ Սա պարզ է, թե ինչու մասին է։ Ուստի Ադրբեջանը, ինչպես դուք տեսնում եք, շատ լուրջ հետևանքներ է արել այստեղից, հասկացել է ում հետ գործ ունի, եւ որ վրացիքի հետ եւ վրացական պետության հետ գործ չունի, ռուսների հետ գործ ունի, ռուս օլիգարխ Բարիս Գրիգորիևիչ Իվանիշվիլիի հետ գործ ունի եւ Հայաստանը ես կարծում եմ նույնպես սա հասկանում է շատ լավ եւ սկսում է ել ավելի լավ հասկանալ, բայց այստեղ ամենավերջը նաեւ կա հստակ ադրբեջանական նորից սպառնալիք դեպի Վրաստանի։ Հիմա ասեմ, ինչու, որտեվ Ադրբեջանը իրան վստահ է զգում։ Այս կողմից ունի Թուրքիա դաշնակից, որը Վրաստանի թիվ 1 տնտեսական գործընկերն է, ինքը Վրաստանի թիվ 1 փաստացի ներդրումներ անողներ, Վրաստանը ունի կախվածություն
Ադրբեջանից գազի եւ նավթի ուղղությունով, ճիշտ է նվազեցրել է եւ Ռուսաստանի կախվածությունն է աճեցրել։ Բացի դրանից, շատ պարզ պետք է ասվի, որ Ադրբեջանը շատ լավ ընկալում է ինչ հնարավորություններ ունի զինված ուժերի ուղղությունով եւ որ Վրաստանը այդքան հնարավորություններ չունի այսպես իրան պահել Ադրբեջանի հետ։ Այսօրվա պետության Ադրբեջանի, որը գիտեք, ռազմական առումով լուրջ առաջընթաց ունի, Վրաստանը ակնհայտորեն շատ թույլ է Ադրբեջանի հետ համեմատ։ Բացի դրանից Թուրքիայի հետ միասին են գործում։ Ուստի Ադրբեջանում ես հասկանում եմ ինչու են այսպիսի դրսևորում, որովհետև Հայաստանը այո չունի այդ մոտեցումը Վրաստանի հանդեպ, բայց Ադրբեջանը ունի, Ադրբեջանը կարող է ագրեսիվ ռետորաբանությունով խոսել Վրաստանի հետ, եւ Վրաստանում միշտ դա ընկալել են, բայց հիմա ես ոնց հասկանում եմ, Վրաստանում տեղի է ունենում հակավրացական քաղաքականություն Ռուսաստանի հրամանով, որովհետեւ սա հիմա ինչու մասին մենք նոր խոսում էինք ձեր հետ, սա վտանգներ է ստեղծում Վրաստանի պետության համար։ Սա լրջագույն խնդիր է, բայց սա նաև խնդիր է Հայաստանի համար։ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է լուրջ հետևանքներ անեն այստեղից։ Եվ այո, հասկանան, որ այսօր Ռուսաստանը ամեն ինչ է անելու խափանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Դա փորձում է անել Հայաստանում ներքաղաքական գործակալների միջոցով, դե գիտեք ցուցակը, եթե պետք է կարամ նորից ասեմ, բայց շատ լավ գիտեք, որը գլխավորում է քաղաքացի կտրիչ Ներսյանը, որի հարցը շատ շուտ մենք ավարտելու ենք, եւ նույն ուրիշ գործակալները իհարկե իդեմս դաշնակցության, իդեմս նախկին իշխանության եւ այլն, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա իդեմս իշխանության եւ ստիպում է Վրաստանին այսպիսի բացասական դեր ունենալ։ Ուստի ես համարում եմ, որ այստեղից պետք է արվեն լուրջ հետևանքներ, եւ սա պետք է հաշվի առնվի եւ պետք է արվեն համատեղ քայլեր Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից։ Ինչու? Ադրբեջանի եւ Հայաստանի կներեք։ Ինչու? Որտեվ մարդիկ հիմա կարող է հարց տան, ասեն, բայց ինչ խնդիր սրանում։ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են նույն իրավիճակում այսօր։ Եվ համոզեցնում եմ ձեզ, այսօր այս տրամաբանությունը ցույց է տալի, որ Ադրբեջանը ոչ պակաս կախված է Հայաստանից, քան Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ առումով, որովհետև այսօր այս երկու պետությունը, ինչպես վարչապետ Փաշինյանը ճիշտ է ասել, իրանց անկախությունը, որ ապահովեն Մոսկվայից, երկուսն էլ պետք է համատեղ քայլեր անեն, համագործակցեն խաղաղության նպատակով։ Վրաստանը ցավոք կորցրել է համ համագործակցելու օրակարգը, համ ուրեմն իր սուվերենությունը, իր սուբյեկտությունը, իր անկախությունը Ռուսաստանից։ Ուստի այս ամենը հիմա պետք է անեն Երևանը եւ Բաքուն միասին։ Այո, միջազգային հարաբերություններում եւ աշխարհաքաղաքական համատեքստում մշտական դաշնակիցներ եւ թշնամիներ չկան, կա մշտական շահեր։ Հայաստանի շահն է ապահովել իր ինքնիշխանությունը, եւ եթե դրա համար պետք է համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը նույն շահը ունի եւ եթե դրա համար իրան պետք է համագործակցել Հայաստանի հետ, դա տեղի է ունենալու։ Ուրիշ հարց է, որ Հայաստանը պետք է կարմիր գծեր ցույց տա Ադրբեջանին, որ խոսակցությունները ճակերտներում արևմտյան Ադրբեջանի մասին Հայաստանի հանդեպ որևէ մկրտումներ կլինի դա ժողովրդագրական, կլինի դա բնակավայրերի ուղղությունով, անվանումների ուղղությունով, պատմական թե այլն, մեր համար կտրուկ անընդունելի են եւ սա պետք է ասվի եւ սա ասվում է եւ սա կասվի, այդ թվում ես էլ կասեմ։ Բայց սա չի փոխում իրականությունը, որ Ադրբեջանին մենք շատ ենք պետք եւ մեզ էլ Ադրբեջանը պետք է ինչ որ առումներով, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է, ես նկարագրությունում նաև հղումը իհարկե կթողնեմ եւ դուք կարող եք այդ հղումի շնորհիվ նաև կարդալ այս հոդվածը հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերի շատ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար կհանդիպենք ցտեսություն